Բարև ձեզ։ Արարատ Նյուզի տաղավարում է Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նատալի Սինորյանը։ Բարև ձեզ Տիկին Սինորյան, շնորհակալ ենք մեր հավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տիկին Սինորյան, մինչ խոսենք քաղաքային խնդիրներից, չենք կարող չանդրադառնալ վարչապետի վերջին գրառումներին, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել։ Փաստորեն հանրության համար ամենևին խորտ չեն լուրերը, որ տարբեր բարձրաստիճան հոգևորականներ կուսակրոնության ուխտը խախտել են ու տարօրինակել նրանց համար ավելի շատ վարչապետի բառապաշարը, ինչ կասեք։ Շնորհակալ եմ հարցի համար, այո դուք ճիշտ եք, տվյալ խոսույթը վերջին օրերի ընթացքում շատ ակտիվ տարածվում է եւ ինչպես միշտ տվյալ խոսակցությունները օդում կախված տարիներ շարունակ մեր հանրությունը իմացել է դրա մասին եւ իրենց համար վարչապետի գրածը որպես այդպեսին նորություն չի եղել եւ շատ-շատերին է հայտնի, որ կուսակրոն քահանաները իրենց ուխտը խախտած են եղել եւ վարչապետը նույն այսօր դրա մասին Facebook-յան ստատուս է գրել եւ հստակ մեկնաբանություն է տվել դրան։ Ձեր կարծիքով այս իրավիճակը ինչպես պետք է հանգուցալուծվի։ Տեսեք, կա իրողություն, որի մասին տարիներ շարունակ չի խոսվել եւ հանրապետության վարչապետը դրա մասին խոսել է եւ հանրության մեջ դիսոնանս է առաջացել, այսինքն որևիցե նորություն այդ համատեքստում չի եղել։ Բոլորն են շատ լավ իմացել են, որ եկեղեցում գումարներ են պատտվել։ Եկեք մի պարզ օրինակ բերեմ, ես չեմ ճանաչում մի դեպք, երբ որ օրինակ 40 օրական երեխային տանեն եկեղեցի, որպեսզի հատուկ ծիսակարգ կատարեն, եւ տեր հայրը գումար չվերցնի այդ ծիսակարգի համար, կամ հանգուցյալի հատուկ արարողությունը կատարելու համար գումար չվերցնի։ Իհարկե մենք ունենք շատ բարեխիղճ հոգեվորականներ, բայց ընդհանուր համակարգը որպես այդպեսին շատ մութ է եւ անհասկանալի է հասարակության համար։ Եկեք համաձայնենք, որ այդպես է։ Տարբեր գործիչներ, օրինակ Մայր Հայաստան խմբակցությունից Սամվել Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի գրառումը հայհոյանք էր անվանել եկեղեցու նկատմամբ, մեջբերեմ հատված գրառումից աթոռը պահելու, թուրքերին հաճանելու համար սա քաղաքացիական պատերազմ էլ կհրահրի, ինչպես կմեկնաբանեք։ Սամվել Հակոբյանը թող իր քաղաքական հոր Ռոբերտ Քոչարյանի որդու Կրծեր Քոչարյանի խոսույթը մեկնաբանի ազգային ժողովում։ Դե մեկ ամիս առաջ դուք ինքնայդ եք լսել հայհոյախառը խոսույթը Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Հակոբյանը թող դա մեկնաբանի, այլ ոչ թե երկրի ղեկավարի արձանագրված փաստերը մեկնաբանի։ Այնուամենայնիվ սա եկեղեցու նկատմամբ է, թե տարբեր հոգևորականների։ Վարչապետը արդեն իր գրառումներում դա մանրամասն նշել է։ Տեր Փարեն Քահանա-Պետրոսյանը մի գրառում էր արել, որը ստիպված եմ կրկին մեջբերել, ասվում է հետևյալը. ովքեր նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում, կվերահսկի կամ թույլ չի տա մտնել եկեղեցի։ Նախ նման բառապաշարը ինչպես կգնահատեք ու այլ հասարակ մարդկանց տարանջատելը, ովքեր պետք է։ Տեսեք, դուք նշեցիք հենց խոսույթի մեջ հոգևորականի, որքանով է նորմալ հոգևորականը, որ Աստծո սպասավորն է, տարանջատում է դնում մարդկանց քաղաքացիների միջև իրենց քաղաքական հայացքների համար։ Դա իմ համար դիսոնանս է եւ դիսոնանս է նույն քաղաքացիների համար։ Ինչպես կարող է հոգևորականը քաղաքականությամբ զբաղվի։ Եվ հասկանում եք, տարիներ շարունակ սև սքեմի տակ նմանատիպ հոգևորականները ծառայություններ են մատուցել հանրությանը։ Եվ Աստծո պատվիրանների ներքո անհասկանալի չգիտեմ ինչով են զբաղվել։ Ես երեք Facebook-ում իմ աչքով տեսա հոլովակ ընկավ, որ քաղաքացիներից մեկը գնացել էր տվյալ սրբավայր եւ այդտեղ կոնֆլիկտի էին բռնվել, թե ինչու է տվյալ քաղաքացին եկել, նա ուներ ավելի պրոիշխանական հայացքներ եւ դա անհասկանալի է ինձ համար։ Ինչպես կարող է հոգեվորականը տարանջատում մտցնի։ Դա աբսուրդային է ուղղակի։ Հոգևորականի հենց գործառույթը Աստծո խոսքը տարածելն է եւ խաղաղություն տարածելը հանրության մեջ, ոչ թե նմանատիպ խորը տարանջատումն մտցնելը։ Ես չեմ հիշում օրինակ որևէ մեկը Բագրատ Գարստյանին կոչ աներ քաղաքականություն չմտնել, բայց հիմա տարբեր գործիչներ իշխանությանը կոչ են անում հոգևորականների անկողին չմտնել։ Դե հենց դա է հարցը, որ 1 տարի առաջ Բագրատ Գարստյանը փաստացի զբաղվում է եւ հիմա շարունակում է զբաղվել քաղաքականությամբ, բայց նույն հոգևոր այրերը որևիցե բան ոչ մի կոչ ես առնվազն չեմ լսել հանրային տիրույթում։ Գուցե ինչ-որ խոսակցությունների ընթացքում հնչել են, ամեն դեպքում հանրությանը դա հայտնի չի եղել։ Ու մեղմ ասած դա անհասկանալի է հոգևոր դասի կողմից։ Ես նաև հիշեցի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ Սյունիքում եկեղեցի էր մտել եւ ձեռք էր մեկնել հոգևորականին բարևելու, պատասխան չէր եղել։ Եվ դա էլ աննորմալ փաստ է։ Հոգևորականը
պետք է իր գործը անի, հոգեվորականը պետք է Աստծո խոսքը տարածի, հոգեվորականը պետք է իր պատվիրանները կատարի, եւ ինչ ենք մենք տարիներ շարունակ տեսել, բարձրաստիճան հոգեվորականներ, որոնք որ ուխտ են ունեցել չամուսնանալու եւ հատուկ իրենց ընթացակարգով, իրենք փաստացի շատ-շատերը խախտել են դա։ Եվ հանրությունը դրա մասին իմացել է, մեր քաղաքացիները դրա մասին իմացել են, որտեղ փոքր երկրում ենք բնակվում, եւ մեկը մյուսին ճանաչում են, եւ տվյալ ինֆորմացիան տարածվել է։ Բոլորը դրա մասին տեղյակ են եղել։ Եվ հենց դա է փաստը, որ ոչ թե եկեղեցու, այլ հոգևոր առաջնորդների հանդեպ անվստահության մթնոլորտ է տիրում։ Բայց այնուամենայնիվ ձեր ընդդիմախոսները պնդում են, որ դա վերջին տարիներին է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Գարեգին Բն օրինակ տարբեր միջոցառումներին իրար հետ չեն գնում պետական։ Գիտեք, մեր ընդդիմախոսները ամեն բաներ խոսում են, նույն մեր ընդդիմախոսներից, հենց ավականո անդամներ, մեզ մեղադրում են կոռուպցիայի մեջ, այն դեպքում, երբ իրենց քաղաքական հայրերն են կոռուպցիայի մեջ թաթախված եղել տարիներ շարունակ։ Ես դրանից էի ուզում հարցնել, Սամվել Հակոբյանը, օրինակ Մեսրոպ Մանուկյանը պնդում են, որ Երևանում կոռուպցիոն վաճառքանալիա է, որն է ձեր գնահատականը։ Գիտեք ոնց, բավականին դիսոնանսը, երբ որ Սամվել Հակոբյանը լինելով Ռուբիկ Հակոբյանի որդին, այժմ էլ լինելով Հայաստան Դաշինք խմբակցության ղեկավարի օգնականը, Սերյան Օհանյանի օգնականը, երբ որ խոսում է կոռուպցիայից, եւ մեր մյուս գործընկերոջ անունը, որ դուք նշեցիք, նա լինելով գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը շատ երկար տարիներ, որ հիմա խոսում է կոռուպցիայից, ներողություն դա մեղմ ասած ծիծաղելի է։ Այսինքն Հռոմի պապից կաթոլիկ են իրենք փորձում թվալ։ Նրանք մեղադրում են մեզ, այդ մարդիկ, ով տարիներ շարունակ տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ թաթախված լինելով, մեզ են մեղադրում կոռուպցիայի մեջ։ Նույն ձեր նշած անձը Մանվել Գրիգորյանի օգնականը ունի սեփական հեկ կայան։ Պատկերացնում եք, չէ՞, դրա ծավալը, դրա ֆինանսական միջոցները, ու նա ասում է 90-ականներին հայցս կոպեկներով դա գնել է։ Ասենք լուրջ։ Ոնց կարող է մարդ այդքան ունեցվածք դիզի եւ ինչ որ մեկին հիմա մեղադրի կոռուպցիայի մեջ։ Դե հիմա ձեզ կասեն ապացուցեք, որ դա ես ապօրինի եմ ձեռք բերել։ Նու համապատասխան գործընթացներ կան եւ իրենց այդ խոսույթը գիտեք ինչից է ձևավորվել։ Քանի որ շարունակում է տեղի ունենալ ապօրինի գույքի բռնագծման օրենքի կիրառումը եւ իրենց քաղաքական հայրերին է հասել։ Եվ իրենք սկսել են այդ խոսույթը այժմ տարածել։ Շատ պարզ դեմաբանական շղթա է։ Բայց այդ մարդիկ նույնիսկ իրավասություն չունեն կոռուպցիայի անունը տալ։ 1996-ից 2018 թվականի ընթացքում տասնյակ մանկապարտեզներ եւ դպրոցներ մասնավորեցվել են, վաճառվել են անհատ անձանց եւ մենք ինչի հիմա ունենք խնդիր մանկապարտեզների, ինչի են մեր երեխաները որոշ դեպքերում հերթերում, որովհետեւ մանկապարտեզներում ինչ որ սեփականատիրոջ տերեր ունեն եւ իրենց են ծառայել եւ մեր խմբակցության ղեկավարը օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ, որ մենք հատուկ քննիչ հանձնաժողով ենք ստեղծելու եւ քննելու ենք 90-ականներից մինչեւ 2018 թվականը ինչ ընթացակարգով են ավականու որոշումներ եւ քաղաքապետի որոշումներ իրականացվել, որ դպրոցներ եւ մանկապարտեզներ են սեփականաշնորհվել։ Այդ ժամանակ ես կխոսեմ ձեր նշած գործընկերների հետ։ Բայց ասեք հիմա մեղադրում են անորակ շինարարության մեջ հատկապես մանկապարտեզների հարցում աղմուկ բարձրացավ։ Տեսեք, համապատասխան գործընթաց եթե լինում է, այսինքն եթե կա անորակ շինարարություն իրենց ասելով, համապատասխան մարմիններ կան, որոնք դրանով զբաղվում են։ Այսինքն զուտ օղակի օթում ասել կոռուպցիա եւ այլն, իրենց ասածը օթում խոսքեր են շատ հաճախ լինում։ Իրենք փաստերով երբևէ չեն կարողանում փաստագրված որևիցե բան ասել։ Գալիս են քաղաքական տեքստ են հնչեցնում, Facebook-ում ստատուս են գրում եւ դրանով սահմանափակվում են։ Ու հաճախ տպավորություն է, որ քաղաքապետարանն է այդ շինարարությունն անող կառույցը։ Գիտեք, մի հատ ժողովրդական տենց ասույթ կա, ասում են գողը հենց գողությունն են, ասում են բռնեք գողին գնաց, բայց ինքն է գողությունը կատարել։ Հիմա նույն այդ ամբողջ դեմաբանությունը մեր գործընկերների դեպքում է։ Իրենք տարիներ շարունակ թաթախված լինելով կոռուպցիայի մեջ, եկել մեզ մեղադրում են կոռուպցիոն ինչ-որ բաների մեջ։ Իմ հայտարարագիրն եկեք բացենք եւ իրենց հայտարարագրերն բացենք։ Կտեսնենք ում կոռուպցիոն ռիսկերը եւ ինչեն են ավելի ավելի, կամ մեր ցանկացած ավականու անդամի։ Եվ թե այնտեղ մարդիկ կան, ում որ մեր ամբողջ խմբակցության եկամուտը եւ մեկ անձ ունի։ Լուրջ։ Վերջերս Միացյալ Նահանգներում եք աշխատանքային այցով, ինչ արդյունքներ կան, ինչ հանդիպումներ։ Տեսեք, ես ԱՄՆ դեսպանության կողմից հրավեր էի ստացել, մասնակցեի Open World ծրագրին, որը որ արդեն 30 տարի է
կա եւ ֆինանսավորվում է ԱՄՆ Սենատի կողմից։ Ամբողջ ծրագրի տրամաբանությունը կայանում է նրանում, որ փոխանակման ծրագիր է եւ առաջին անգամ է, որ ավականու անդամներ էին մասնակցում, հիմնական պատգամավորներ էին եւ մարզային ներկայացուցիչներ, այսինքն թիմից ներկայացուցիչ չի եղել։ Այնտեղ մենք հանդիպումներ ենք ունեցել Վաշինգտոնում փորձագետների հետ, ներկայացրել են մեր խաղաղության խաչմերուկի հետ կապված մեր նախագիծը, ապա մեկնել ենք Օհայո նահանգ, այնտեղի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ ենք խոսել, պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության հետ կապված։ Եվ բավականին հետաքրքիր եւ բավականին պրոդուկտիվ այց է եւ ընդհանուր այդ ծրագրի նպատակներից մեկը այն է, որպեսզի շատ մոտ տարածությունից ծանոթանանք ԱՄՆ մշակույթին, ԱՄՆ քաղաքականությանը, այնտեղ տիրող հասարակարգին շատ հետաքրքիր եւ պրոդուկտիվ այց էր։ Այսքան է տեքնիսին օրենս, շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։